Կենսաթոշակային ֆոնդերն իրենց բնույթով շատ ռիսկային չեն, բայց եւ նույնն էլ չեն։ Տարբերությունը կարող է զգալի լինել, ժամանակի գործոնը հաշվի առնելով։ Ֆոնդերի աճը տեղի է ունենում բարդ տոկոսի ուժի ներքո։ Պարզ ասած, երբ տոկոսի վրա տոկոս է հաշվարկվում։ Այսօր թվում է ֆոնդերի միջև եկամտաբերության 0.5% տարբերությունը մեծ բան չէ, բայց 30 տարվա մեջ հավատացեք, դա մեծ թիվ է կազմելու։ Տարբեր ֆոնդերն ունեն տարբեր ներդրումային ռազմավարություն։ Ընտրություն կատարելուց առաջ մտածիր, ուզում ես ավելի կայուն, բայց ցածր եկամուտ, թե պատրաստ ես որոշակի ռիսկի, ավելի բարձր եկամուտի համար։ Օրինակ, C Quadrat Ampega-ի ֆոնդերը 3-ն են. CQ Fix, կայուն եկամտային, ցածր ռիսկայնություն, CQ Con, պահպանողական, միջին ռիսկայնություն, CQ Bal, հավասարակշռված, բարձր ռիսկայնություն։ Լավ նորություն, բոլոր կենսաթոշակային ֆոնդերը համարվում են համեմատաբար ցածր ռիսկային եւ արդյունքները գնահատվում են երկարաժամկետում։ Փոքր թվացող տոկոսի տարբերությունը այսօր կարող է բերել մեծ տարբերության, երբ անցնես թոշակի։